Պարոն Պապյան, շատ խոսվեց այսպես քարտեզների, սահմանների եւ այլն, չգիտեմ, իմ պատկերացմամբ մեր պետության սահմանները քարտեզ է, այսպես ասած, սկսվում է այնտեղ, որտեղ գտնվում են մեր խրամատները, որտեղ այսօր մեր զինվորն է կանգնած, իմ պատկերացմամբ։ Չէ՞ եկար փոքրացնում մեր երկիրը։ Ես ունենք այն ինչ ունենք, ընդունենք թե չընդունենք։ Ես ասեցի, դա այն սահման, դա այն տարածքն է, որը մենք վերահսկում ենք։ Եթե վերահսկողության տեսակետով համաձայն եմ, բայց ինչ են, եթե մենք այդպես ենք ընդունում, նշանակում է, որ մեր երկրի մի զգալի մասը տալիս ենք թուրքերին, ադրբեջանցիներին, բայց եթե մենք նաև առաջնորդում ենք այդ տրամաբանությամբ, նշանակում է ցանկացած երկրի իրավունք ենք տալիս ուժեղին գալու եւ գրավելու։ Գիտեք, այսպես կոչված սահմանների անձեռնամխելիության սկզբունքը, որը հաճախ վկայակոչվում է, դա առաջի մասն է նախադասության, երկրորդ մասը միշտ չեն նշում։ Ուժի կիրառմամբ կամ ուժի սպառնալիքով, խոսքը գնում է արտաքին ուժի մասին, այսինքն ինչի է դա արվել, դա ճիշտ սկզբունք է տարածքային անձեռնամխելիությունը, որպեսզի փոքր երկրները զերծ մնան մեծ երկրի հարձակումներից, բայց խոսքը գնում է իրավականորեն գոյություն ունեցող սահմաններ։ Եթե Ադրբեջանը մեր ինձ մի փաստաթուղթ ցույց տա, որով Լեռնային Ղարաբաղը, փաստաթուղթը միջազգային փաստաթուղթ, Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է, այսինքն գտնվում է Ադրբեջանի սահմաններից ներս, այդ դեպքում հայկական զորքերի ներկայացումը այդ տարածքում կլինի օկուպացիա։ Այդ օկուպացիան որոշակի իրավական բան է։ Հետևաբար այդ չկա նաև օկուպացիա։ Գիտեք, ես երեք մի լուր էի նայում, Ուկրաինան որոշել է դատի տալ Ռուսաստանին $100 միլիարդ փող է ուզում, ինչ-որ վնասների հատուցում եւ այլն, եւ այդպես պարբերաբար հնչում է նաեւ մեր Բալտիկան, այդպես ծրագրեր ուներ օկուպացիա եւ այլն։ Հիմա երբ որ շատերն ասում են, այսինքն ենթադրենք այս փաստաթղթերի իրավական պահը կարևոր չի, սա հենց կարևորության պահերից մեկն է։ Եթե դու ունես ամրագրված, որ եւ Լեռնային եւ Դաշտային Ղարաբաղը քոնը ու վերահսկում ես դրա մի մասը, բայց դու զերծ ես քեզ պահում, որ վաղը քո դեմ Ադրբեջանը դատ չի բացի եւ քեզ չի մեղադրի իր տարածքի օկուպացիայի եւ իրանք հաշվարկել են իրանց վնասները $400 միլիարդ եւ մեզանից $400 միլիարդ չեն պահանջի։ Նույն իրանց թիվն է, ինչով են հաշվարկել չգիտեմ, չես պահանջի, որովհետեւ հակառակը դուք ասես որ բան է։ Հիմա ես քարտեզների մասին վերջապես կտա ինչ որ անում էի։ Ուրեմն սա դուք տեսնում եք այս կարմիր գիծը, դա շատ հույսնյան սահմանն է, չէ, ակնհայտորեն այս սահմանի նման է, չէ։ Ուրեմն սա ազգերի լիգայի քարտուղարության կողմից կտված քարտեզը 1926 թվականից, սա պաշտպանական փաստաթուղթ է, ի տարբերություն մյուսների։ Հիմա հարց է առաջանում։ Այստեղ դուք տեսնում եք Հայաստանը ուրիշ ձև է։ Այս տեսեք, այս Հայաստանի սահմանն է, Վանադիչը եւ այլն, նայեք։ Թուրքիայի սահմանը դա է։ Թուրքիայի սահմանը դա է։ Հիմա որն է ավելի կարևոր, ազգերի լիգայի քարտուղարության կողմից տված բավականին ոչ հրապույր, անհրապույր քարտեզը, sense գծերով, թե սիրուն լավն հենց նկարած։ Իհարկե սա, որտեղ սա պաշտոնական կողմ է։ Պարոն Պապյան, կներեք, ունենալ իրավունք այս տարածքները վերահսկել եւ հնարավորություն, դրանք տարբեր բաներ են։ Ունենք իրավունք, բայց չունենք հնարավորություն։ Ունենք հենց ունենանք հնարավորություն, բայց միևնույն է, եթե դու ունենաս հնարավորություն եւ չունենաս իրավունք, քո գլխին կտան, ոնց որ այսօր Ռուսաստանի գլխին են տալիս։ Եթե դու անգամ Ռուսաստան ես ունես ատոմային զենք, դրա համար իրավունք ունենալը դա միևնույն մնում է առաջնային, որովհետեւ եթե դու իրավունք չունես, արդեն կունենաս կարողություն թե չէ, որևէ մեկին չի հուսում։ Այ եթե դու ունես իրավունք, այդ դեպքում դու ունես շանս ունես, որ կարող ես մի օր ունենաս կարողություն դա իրականացնես։ Իսկ ինչի կարողություն է, դա արդեն մի քիչ ուրիշ հարց է, կարելի է քննարկել, որ պետք է այնպիսի քաղաքականություն իրականացնես, որ գոնե մի շարք մեծ տերություններ շահագրգռված լինեն, որ քո սահմանները լինեն այսպիսին եւ ոչ թե ավելի փոքր։ Այսինքն ցավալին այն է, որ աշխարհում այսօր գործում է ոչ թե իրավունքի ուժը, այլ ուժի իրավունքը։ Չէ, երևի մենք ապրում ենք այն քիչ ժամանակահատվածներից մեկը մարդկության պատմության, որ իրավունքը բավականին, այսպես չեմ ասի բացարձակ, բայց բավականին մեծ դերակատարություն ունի։ Երբ որ պետությունները պաշտպանված են միջազգային իրավունքով,
երբ որ ինչ-որ փոխադարձ անվտանգության համակարգեր են գործում, երբևէ ձև չի եղել։ Բայց այստեղ խնդիրը նա, որ ի վերջո սա կոչվում է քաղաքականություն, չէ՞։ Այսինքն միայն իրավունքը չի, միջազգային հարաբերությունների մեջ բան է։ Հիմա տեսեք, եթե այն երկրները, որոնք Ռուսաստանի դեմ են, չէ՞, շահագրգռված չլինեն Հայաստանի մեծացմամբ, տրամաբանական կհամարեք, իրանք Հայաստանի դեմ ոչինչ չունեն, իրանք Ռուսաստանի դեմ ունեն խնդիրներ։ Բայց արդյոք իրանք ուզենան, որ Հայաստանը մեծանա։ Իհարկե ոչ, որովհետև Հայաստանի մեծացումը եւ հզորացումը դա Հայաստանի մեծացումն ու հզորացումը չի, այլ իրենց թիվ 1 թշնամու։ Ուրեմն դուք կարողանայիր այնպիսի քաղաքականություն իրականացնել, որ աշխարհի մեծերին քո դեմ չհանեիր։ Եվ ասել, որ արդար չի, արդար է, ոնց արդար չի։ Իրանք շահերն են պաշտպանում այդ երկրների, ինչպես ամեն մեկ, իրենք էլ իրենց երկրների շահերն են պաշտպանում։ Այսինքն, հենց քաղաքականությունն այն է, որ իրականացնել ճիշտ քաղաքականություն, որ չհայտնվես, որ բոլորը շահագրգռված լինեն, Ռուսաստանն էլ, Միացյալ Նահանգներն էլ, չգիտեմ, Չինաստանն էլ, որ լինի մեծ ու հզոր Հայաստան։ Եվ դες վստահեցնում եմ, եթե մենք ստեղծենք այդ վիճակ, որ դուք ասում եք կարողություն չկա, երկրներ էլ կհայտնվեն, զորքեր էլ կհայտնվեն, ուժեր էլ կհայտնվեն, որ կարողությունը կստեղծեն։ Իրանք ներուժից է կախված, կհայտնվեն թե չէ։ Մեր ուժը մի քիչ այսպես ընդհանուր եւ վերացական հասկացություն է, որովհետեւ